Պարոն Աշակյան, Նախ ձեր համակ օքեյ, ժողովուրդ։ Ձեր թույլտվությամբ ես սկսեմ, հետո հարցերով նախ ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ ենթադրում եմ, որ ժողովրդականներ ներկային ես մասնակցում էի պարոն Բոզոզյա Գրիգորյանի ուղարկավորման արարողությանը, ուզում եմ իգիտություն ձեզ նաև ասել, որ տարբեր շահարկումներ են եղել դրդապատճառների եւ այլնի մասին, ուզում տեղյակ լինեք, որ նա իմ համագյուղացին էր, իմ պապիկի եւ իր պապիկի տները իրար հարևանությամբ էին եւ իր հայրը, ում այսօր ես հնարավորություն ունեցա ցավակցական խոսք ասել, իմ հոր եղբոր դասարանցին էր, իմ հայրիկի հետ մտերիմներ էին, իրար հետ աշխատել են երկար տարիներ եւ ինձ համար սա նաեւ անձնական հարց էր, չնայած ես երբեք չեմ ճանաչել պարոն Գրիգորյանին, բայց սա նաեւ ուզում իգիտություն ձեզ իմանաք եւ քանի որ բազմաթիվ հարցեր են հնչել, ուզում եմ միանգամից ասել, որ այն բոլոր գնահատականների եւ քաղաքական աստառներ տալու փորձերը ես կարծում եմ, որ ոչ միայն կոռեկտ չեն, այլ նաեւ իմ պատկերացրած բարոյական շրջանակներում չեն տեղավորվում եւ այսքանով կուզենամ, որ այդ թեման ամփոփենք եւ սպասենք, որ իրավապահ մարմինները իրենց գործը արագ եւ բարձր որակով կատարեն, մեր բոլորի սպասելիքները դրանք են։ Ես երկու բառով էլի մի շարք էս վերջին օրերին հոդվածներ են տպվել տարբեր թերթերի, հրապարակ, News.am, կարող չեմ մտաբերեմ էլ իմ անձի հետ կապված տարբեր բամբասանքներ եւ ստեր են տարածվել կապված նրա հետ իբր ես իմ ընկերների մասին ինչ-որ բաներ եմ խոսում գործընկերների, վարչապետի Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի այլոց News.am-ը չկա շատ։ Ուզում եմ, որ News.am-ն էլ ուրիշ շարքում կա։ Ուզում եմ, որ ասացի, որ մի քանի լրատվականներ, ձեր հոդվածը դուք կմեջբերեք, ես էլ գնահատականը կտամ։ Դրա համար եմ ասում։ Ես էլ ձեզ ասում եմ, ձեր հոդվածը կոնկրետ ձեր հոդվածը դուք կմեջբերեք, ես էլ ձեր գնահատականը կտամ, ձեր գրածին։ Ուզում եմ, որ մենք զերծ մնանք նման հերիվրանքներից, այնտեղ նաև գնահատականներ կային իբր թե կանայք են փորձում ազգային ժողովի փոխխոսնակ դառնալ։ Ես ուզում եմ մի փոքրիկ պատմություն ձեզ պատմել սրա հետ կապված։ Ուզում եմ նախ ասել, որ իմ ազգային ժողովի փոխխոսնակ դառնալու հարցը քաղաքական որոշման արդյունք է եւ քվեարկությամբ է ընտրվել երկու մակարդակում, առաջինը կուսակցության վարչության մակարդակում, երկրորդը խմբակցության մակարդակում եւ խմբակցության մակարդակում քվեարկության արդյունքները դուք գիտեք, մյուսինն էլ արդեն գիտեք, քանի որ ինձ հնարավորություն է տրվել փոխոսնակի դիրքում ծառայել իմ պետությանը, ուզում եմ ես ուղիղ ասել, որ ես մի քանի անգամ վարչության նիստին առաջարկել եմ, որ երկրորդ փոխոսնակը լինի կին տեխնացում, նույնիսկ ինձ առաջադրելուց հետո եմ նույն առաջարկով հանդես եկել եւ մշտապես կողմնակից եմ եղել, որ կանայք տարբեր տեղեր ներգրավված լինեն իմ ելույթներից, դուք կարող եք տեսնել տարբեր տեղերում իմ քաղաքական եւ հասարակական գործունեության մեջ դուք դա կարող եք նկատել, ավելին ասեմ, դա ինձ համար ոչ միայն քաղաքական կամ հասարակական գործունեության հարց է, այլ նաև ընտանեկան եւ անձնական հարց է եւ ես իմ ընտանիքում անձնական կյանքում նույնպես առաջնորդվում եմ դրանով համոզված լինելով, որ մեր հասարակությունում կա իրական խնդրեմ եւ այդ իրական խնդրեմը այն է, որ մենք իրավունքների հավասարության խնդիր ունենք բոլոր տեղերում եւ մեր պատկերացումների մեջ, մտածումների մեջ եւ ես մշտապես հիմա էլ հետագայում էլ փորձել եմ այնպես անել, որ որևէ խտրականության խնդիր չլինի մեր հասարակության մեջ, բոլորը իրենց դերում, իրենց տեղերում, բայց նաեւ հաշվի առնելով իրողությունները, որոնք առկա են մեր հասարակությունում։ Դուք 30,000 դրամի պատճառով չեք մասնակցել։ Եվ դա խտրականություն չէ ձեր հանդեպ։ Նախ ուզում եմ տեղեկացնել, որ ընդհանրապես կանոնները համագումարին մասնակցության տարբեր այլ կանոններ սահմանվում են քաղաքացիական պայմանագրի համապատասխան որոշումներով եւ
այդ որոշումները բոլորի համար են։ Ես իմացել եմ, որ նման որոշումներ կան կայացված, ես իմացել եմ իմ պարտավորությունների մասին, մշտապես ես իմ պարտավորությունները կատարել եմ, եւ այն ինչի մասին որ դուք խոսում եք, դրա բարձրաբանումները տրվել են, ավելորդ անգամ ես չեմ ուզենա, դուք գիտեք, որ ես Չինաստան այցելության եմ եղել այդ ժամանակներում եւ չեմ ուզենա, որ մենք տեխնիկական դետալների մեջ մտնենք, ընդհանրապես կուզենամ ասել, որ որևէ քաղաքական խնդիր ես այդպես չեմ տեսնում, զուտ տեխնիկական խնդիրներ են, որոնց մասով գնահատական էլեմենտ։ Ձեր հանդեպ վերաբերմունքը նորից եմ ասում։ Պարոն Աշոտյանի Փաշինյանը թույլ չտվեց մասնակցի։ Փաշինյանը ճիշտ ասած իմ մոտ տպավորություն կա, որ հարցը տալիս եք, հետո չեք լսում։ Ես դե բավականին հարցի պատասխան մանրամասն նկարագրեցի, որ այդտեղ անձնական որոշումներ չեն։ Բայց վիրավորական չէր, պարոն Արշակյան, ձեր անձնական։ Ոչ մի վիրավորական բան այդտեղ չկա։ Դուք հիմնադիր անդամներից եք, մասա վիրավորական չէր։ Նորից եմ ասում, այդտեղ որևէ վիրավորական բան չկա, ավելին ասեմ, մեր հասարակությունը, մեր կուսակցականները պետք է ուրախ լինեն եւ համոզված եմ, որ ուրախ են եւ հարգում են բոլոր այն որոշումները, այդ թվում նաեւ ես հարգում եմ բոլոր այն որոշումները, որոնք որ կայացված են եւ նորից եմ կրկնում, այդտեղ որևէ քաղաքական հարց չկա, որևէ մեկը որևէ մեկին ոչինչ չի արգելել, կա կարգին հետևում են, որևէ բան չկա, այսինքն անձնական, քաղաքական, այնտեղ մեկը գրել էր բանը Փաշինյանի սև ցուցակումը, նախ սև ցուցակներ մենք չենք պահում։ Սև ցուցակներ պահում էին նրանք, ովքեր ձեզ հայտնի են, եւ այդ տիպի խոսակցությունների մեջ իհարկե ես չէի ցանկանում մտնել, ուղղակի այնքան աղում կա բարձրացել, որ հարկ համարեցի սրա մասին խոսել։ Հիմա ներվածություն չկա, թիմի։ Բացարձակ ջան, ինչ ներվածություն պետք է լինի։ Մեր ընդունած որոշումներն են, բոլորս հետևում ենք, ես քննի չեմ տեսնում որևէ։ Պարոն Աշոտյան, դուք ասում եք Չինաստանում եք, բայց հիմա գումար փոխանցումը կարելի է նաև առանց երկրի որ ծայրում էլ ուզում եք լինել։ Կարող եք փոխանցել, ինչ մի խնդիր էր դա։ Չինաստանից էլ կարելի է փոխանցել։ Ասում եմ, խնդիրը որն է, հարգելի գործընկերներ։ Խնդիրը նրանում է, որ մենք կուսակցությունների ֆինանսավորման մասին օրենքները այնքան ենք փոխել եւ բարդացրել եւ լավ ենք արել։ Թափանցիկությունը այնքան ենք բարձրացրել, իդենտիֆիկացիայի մեթոդներ ենք մտցրել, որ ամեն մեկը փոխանցում կատարելի շատ հստակ հնարավոր լինի եւ տեղորոշել ով է, որտեղից է եկամուտը ստացել, ինչպես է փոխանցել, դա նվիրատվություն է, անդամավճար է եւ այլն։ Այսինքն մենք մեծ հաշվով այդ գործընթացը բարդացրել ենք եւ նորից ասում, ճիշտ ենք արել։ Հիմա ես չեմ ուզում տեխնիկական դետալների մեջ մտնել, եթե դուք ուզում եք ասեք, որ ես մեղավոր եմ, որ իմ փոխանցումը չէ, տեխնիկականը քաղաքական վերաբերմունք է։ Իմաստունի մենք Տեխնիկականը քաղաքական վերաբերմունք է նա ենթադրում։ Ձեր թիմի կողմից ձեզ վերաբերմունք է։ Չի ենթադրում, հարգելին։ Հիմա Փաշինյանը որ չի թույլատրել մասնակցեք, արդյոք սա վերաբերմունք չէ ձեր հանդեպ։ Նորից եմ կրկնում, Փաշինյանը չի թույլատրող, այսինքն ես երրորդ անգամ եմ այս հարցին պատասխանում։ Դուք եկին պատասխանել։ Երկու անգամ դուք եք ինձ հարցը տվել, մի անգամ հայլակն է տվել։ Ոչ չեմ պատասխանում։ Ոչ ոքի չի արգելում կամ թույլ տալիս։ Կա կարգ, հասկանում եք։ Կարգի մեջ լինում է պատվիրակների ցանկ, ոչ չեմ եկել։ Մենակ դուք եք այդ կարգը խախտել, պարոն Աշակյան։ Միայն դուք եք կուսակցությունում այդ կարգը խախտել։ Ոչ, հարյուրավոր ուրիշ։ Այսինքն հարյուրավորների դռները փակվել են իրենց առջև, չեն թողել։ Դռներ չի փակվել, ժողովուրդ ջան, կա պատվիրակների ցանկ։ Եւ կներեք, էլի դուք գնացել եք չեն թողել, թե պարզապես չեք էլ գնացել։ Ես չեմ գնացել, որովհետեւ իմ անունը պատվիրակների ցանկում չի եղել, ախր պատասխանեցի այդ հարցը։ Պարոն Աշոտյան, անդրադառնալով պարոն Գրիգորյանի սպանության դեպքին, քննադատություններ կան, ասում են տեղի ունեցել մի քանի ամիս առաջ եւս սպանություն, բայց իշխանությունները համապատասխան քայլեր չէին ձեռնարկել, որպեսզի կանխեն այդ հերթական դեպքը։ Դուք արդյոք տեսնում եք թերացում, թե ոչ։ Ես նախ ուզում եմ հարցի կոնտեքստը հասկանալ։ Գիտեք, դուք փորձում եք մի բանը մյուսի հետ կապել, ես համոզված չեմ, որ դրանք կապված են։ Հասկանում եք։ Եվ սա արդեն ինձ ես ուզում եմ հստակեցնել, ոչ թե դեպքերը կապում են, այլ մեզ 100,000-ով մարդիկ են։ Ես ուզում եմ ասել, որ մեր ակնկալիքը այն է, որ ցանկացած հանցագործություն, մանավանդ այս տիպի հանցագործություն շատ արագ բացահայտվի եւ պատժվի։ Այսինքն մեր ակնկալիքը միշտ էլ դա է եղել, հիմա էլ մնում դա եւ բոլոր հանձնարարականները դրա մասին են, բայց ինձ թույլ տվեք չմտնեմ։ Իհարկե պետք է լինի կանխարգելում։
բայց եկեք դες չմտնեմ իրավական Պարոն հարցերի Շուշան, մեջ, որտեղ կարող է գործի քննությանը, նախաքննությանը, Այլ թեմայով աշխատանքի վնասთან, խնդրում եմ, այդ Այս հարցը պահին իմպիչմենտի թեմայով խորհրդարանական լսումներ են ԿՊ-ում կամ մտադրություն միանալու գործընթացում։ շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Խորհրդակցություն էի կանում, կասկածներ առաջացավ։ Ես լրացնեմ, հա, ազգային ժողովի կնեք ես լրացնեմ խորհրդի նիստ էինք անում արտահայտ Այդ հարցը քննարկել ես կարծում եմ որ դա անլուրջ օրակարգ է նման քաղաքական օրակարգ չկա եթե դուրս գաք փողոցում մարդկանց հարցնել ինձ թվում է բոլորի համար ակնհայտ հայտնվել է օրակարգ ազգային ժողովում դե հարցրեք նրանց ովքեր հայտնվածել են Բա ինչի՞ չէ գնում միաչռնդալից ելույթ ունենակ եւ ձեր փաստարկները, հակափաստարկները ներկայացնեք։ Գուցե գնաք դա որպես իմ իրավունքն է Հա, ես ասում եմ, գուցե գնաք։ Ոչ, գուցե Բացառում եք, չգնաք։ որ ԿՊ-ից կմիանան եւ Նիկոլ Փաշինյանին անհատական կամակություն։ Իհարկե բացառում։ Ինչու՞։ Որտեղ նորից եմ կրկնում, որևէ քաղաքական օրակարգ չկա վարշապետի դեմ իմպիչմենտի ինչ-որ process սկսելու եւ դա արհեստական ինչ-որ չգիտեմ։ Զբաղվում կա գտել են զբաղվում։ Արտահայտ խորհրդանշական մտքություններ դեռևս հնարավոր են, հնարավոր համարում եք։ Հնարավոր չեմ համարում։ Չէ, օրենսդրությամբ չգիտեմ, բայց մենք քաղաքական որոշում ենք ընդունել եւ դրա մասին հայտնել ենք հանրությանը, որ չենք պատրաստվում խորհրդարանական արտահայտ ընտրությունների գնալու, պատրաստվում ենք երթական ընտրություններ գնալ։ Իսկ օրակարգի լուրջ կամ անլուրջ լինելը կներեք ով է որոշում։ Հա, որոշում է հանրությունը, նորից եմ ասում, եթե քաղաքական օրակարգ փողոցում չկա, այսինքն մարդկանց կամքը չի արտահայտում այն օրակարգը ինչ որ բերվել է, դա իմ համար անլուրջ օրակարգ է։ Ես առանց վիրավորանքի եմ էլի ասում, հանկարծ չմտածեք ես մարդկանց ինչ որ պիտակավորում եմ, ես օրակարգի մասին եմ խոսում։ Լուրջ օրակարգը դա այն է, ինչ որ թելադրված է քաղաքական լայն շրջանակների, որտեղ հասարակության իմ կարծիքով մեր հասարակության մեջ նման հարց չի քննարկվում, Կարող է ինչ-որ շրջանակներում քննարկվում է փոքրիկ, տեսնում ենք մի 100 հոգի, օրինակ ազգային ժողովում որոշել են դա քննարկել, բայց լայն շրջանակներում ես լինելով մարդով, որ միշտ շփվում է քաղաքացիների հետ։ Եվ որտեղ եք շփվում։ Ամենտեղ, սուպերմարկետում, փողոցում, ամենտեղ, գյուղերում, այցելելիս, Սուպերմարկետում մարզեր գնալիս։ ասում են Նիկոլ Փաշինյանի։ Ոչ, ինչ կանգնեցնում, հայո, ասում են, որ խաղաղության օրակարգը ճիշտ օրակարգ է, պետք է հետևեն դրան։ Իսկ կներեք կանանց թեմային եթե Հուսամ ձեզ էլ եք ասում ասում։ Ինձ թվում է, որ ցանկացած մեկին, որ ճանաչում են եւ լայն հանրության հետ հաղորդակցություն եղավ, բայց մեր կյանքում բան չփոխվեց բանը։ Չեն ասում հենց այդպես։ Ինձ երբևէ նման բան չեն ասել։ Տարբեր քննարկումներ են լինում, բայց կոնկրետ ինչ որ դուք եք ասում, ինձ թվում է բոլորին ակնհայտ է ինչ է փոխվել։